Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Որոշ լրատվամիջոցներ հղում անելով Տեր Պսակ Մկրտչի գրարմանը հայտնել էին, թե առավոտից ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում Երևանի քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն արձագանքելով քահանայի գրարմանը հայտնել է, որ ռազմական ոստիկանությունը Երևանի քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է, ասել է Թորոսյանը։ Նշենք, որ քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2025 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները։ Խորհրդակցության ընթացքում զեկույցներով ներկայացվել են 25 թվականին ռազմական ոստիկանության կատարած աշխատանքները, մասնավորապես զոնամասերում եւ բանակային դիրքերում իրականացված օպերատիվ կանխարգելիչ միջոցառումները, նաեւ տրված հանձնարարականների կատարողականները։ Խորհրդակցության ավարտին ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարականներ զինված ուժերում կարգապահության ամրապնդման, ռազմական ոստիկանություն զորամաս գործակցության խորացման և փոխվստահության մթնոլորտի բարձրացման վերաբերյալ։ Ստրասբուրգում ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահ։ Տարին Հայաստանի համար հոբելյանական է, դրանում է ԵԽԽՎ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակը։ Հունվարի 26-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որին մասնակցեցին ազգային ժողովի падգամավորները կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Հունվարյան նստաշրջանում Հայաստանին անցած քվոտայով Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Տասնամյակների պատմություն ունեցող կառույցում տարին մեզ համար հոբելյանական է, այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանի անդամակցության 25-ամյակը։ Այդ շրջանակում հատուկ հյուրի կարգավիճակում վեհաժողովականներին ելույթով դիմեց մեր երկրի արտաքին գործերի նախարարը։ Հայաստանի անդամակցությունից ի վեր Եվրոպայի խորհուրդը նշանակալի դեր է խաղացել ժողովրդավարական արժեքների նկատմամբ հույսի սնուցման գործում, շեշտել է Արարատ Միրզոյանը։ Եվրոպական այս բարձր ամբիոնից արտաքին գործերի նախարարը փոխանցեց մեր երկրի ձգտումներն ու փաստեց, որ Հայաստանը կատարել է հստակ եւ գիտակցված ընտրություն հօգուտ խաղաղության։ Եվրոպական քաղաքական հարթակում աշխարհում ընթացող գործընթացներն էին, օրակարգից անմասն չէին Հայաստանում ընթացող զարգացումները։ Այս համատեքստում ձմեռային նստաշրջանում ընդունվեց վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը վերտառությամբ բանաձև։ Փաստաթղթում մեր երկրին վերաբերող հատվածում կառույցը մտահոգություն է հայտնում եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ։ Ադրբեջանին վերաբերող հատվածում էլ ի թիվս այլ ուղղությունների կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։ Խոսելով խաղաղության օրակարգից Միրզոյանն ընդգծեց, որ Ադրբեջանում դեռևս պահվող հայ գերիների ազատ արձակումն, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ համագործակցությունն անկասկած կդառնան հաշտեցման գործընթացին ուղղված էական ներդրում։ Ձմեռային նստաշրջանում վեհաժողովականները Փեթրա Բայերին ընտրեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ։ Տիկին Բայերը Ավստրիայից է։ Լիագումարում քննարկվեցին եւ քվեարկվեցին մի շարք արդիական խնդիրներին առնչվող զեկույցներ։ Կառույցը 98 կողմ 14 դեմ ձայներով ընդունեց նաև մեր երկիրը ներկայացնող падգամավոր Սոնա Ղազարյանի զեկույցը ժողովրդավարությունների ամրապնդումը երիտասարդների միջոցով մասնակցությունից մինչև համատեղ պատասխանատվություն։ Այս վերնագիրն է կրում փաստաթուղթը։ Հեղինակման մեկնարկը տրվել է մի քանի տարի առաջ, երբ որ հանձնաժողովում քննարկման արդյունքում ծնվեց նման զեկույց ունենալու անհրաժեշտությունը, եւ ես հայտ ներկայացրեցի այն հեղինակելու Փարիզում մի քանի անգամ լսումներ եմ կազմակերպել եվրոպական ՀԿ-ների մասնակցությամբ եւ ԵԽ-ի կառույցների մասնակցությամբ եւ քարտուղարության աջակցությամբ գրվել է այս զեկույցը, որի թիրախն էր երիտասարդությունների ակտիվ քաղաքական մասնակցության խթանը։ Այսինքն երիտասարդներին ոչ թե ներգրավել արդեն իսկ գրված ռազմավարությունների շուրջ դիրքորոշում հայտնելու համար վերջնական փուլում, այլ դրանք գրելու ընթացքում։ Նշենք, որ Սոնա Ղազարյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընտրվեց երիտասարդության եւ ապագայի հասարակության ենթահանձնաժողովի նախագահ եւ ԱԼԴԵ քաղաքական ուժի փոխնախագահ։ Մեծ պատասխանատվություն է ինձ համար եւ նաեւ հնարավորություն Հայաստանի Հանրապետության վերաբերյալ հարցերը նաեւ քննարկելի դարձնել քաղաքական խմբում, քաղաքական խմբի բյուրոյում
Եվ այսպիսով նպաստել հայանպաստ միջավայրի ձևավորմանը նաև ներ խմբային քննարկումներում, թերևս պետք է բայց նաև նշեմ, որ ALDE քաղաքական խումբը Հայաստանի վերաբերյալ բոլոր բանաձևերի քննարկման ընթացքում ընդգծված դրական վերաբերմունք ուներ եւ ունի։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ ընտրվեց ազգային ժողովի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Հանձնաժողովը պատասխանատու է վեհաժողովի կանոնակարգի լրամշակման, փոփոխման, լավարկման, падգամավորների էթիկական վարքագծին գնահատական տալու եւ падգամավորական անձեռնմխելիության հարցերի քննության համար։ ԵԽԽՎ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնն էլ ստանձնեց Արուսյակ Ջուլհակյանը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչներին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ներկա իրավիճակը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նշվում է, որ հանդիպան ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել կոնգրեսում Ադրբեջանի հետ կապված նախաձեռնությունների վերաբերյալ եւ ընդգծվել ազատության աջակցության ակտի Ադրբեջանի հետ կապված 907-րդ ուղումը չեղյալ համարելու կարևորությունը։ Միացյալ Նահանգների կողմից Իրանին հնարավոր հարվածի շուրջ անորոշությունն էլ մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում, հայտարարել է Ալիևի օգնական Հաջիևը։ Իրավիճակը անկանխատեսելի է եւ այդ կապակցությամբ դժվար կլինի ճիշտ գնահատել բոլոր հնարավոր սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ, ասել է նա։ Հաջիևը նաեւ նշել է, որ Ադրբեջանն իր մտահոգությունները Վաշինգտոնի հետ չի քննարկել, նրա խոսքով վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնյաները բանակցություններ են վարել իրանցի գործընկերների հետ։ Հաջիևը հավելել է, որ էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը իրեն սեղմված է զգում երկու պատերազմների միջև։ Մի կողմից շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, մյուս կողմից Իսրայելի եւ Իրանի միջև դիմակայությունը, նաեւ Միացյալ Նահանգների մասնակցությունը այդ հակամարտությանը։ Իրանի արտգործնախարարն էլ արձագանքել է Միացյալ Նահանգներից հնչող նախազգուշացումներին, հայտարարել չեն պատրաստվում բանակցությունների առարկա դարձնել Իսլամական Հանրապետության պաշտպանական եւ հրթիռային կարողությունների հարցը, առավել եւս փոխզիջումների գնալ։ Աբբաս Արաղչին հավելել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև հանդիպման ծրագրեր դեռևս չկան։ Բազմիցս ասել ենք, պատրաստ ենք բանակցությունների, բայց պատրաստ ենք նաեւ պատերազմի, շեշտել է իրանցի դիվանագետը։ Թեհրանից նախազգուշացրել են, որ Իսլամական Հանրապետության վրա հարձակման դեպքում թիրախում կհայտնվի նաեւ Իսրայելը։ Նշենք, որ New York Times-ի տեղեկություններով Թրամփի առաջ դրված է Իրանին հարվածելու 3 տարբերակ. հարված հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին եւ ոչնչացնել դրանք, տիրախային հարվածներ հասցնել Իրանի ղեկավարությանը, ամերիկյան զորքեր տեղակայել Իրանի տարածքում։ Իդեպ Իրանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել։ ԱՄՆ ռազմածովային ուժերի հականավային հետախուզական Boeing ինքնաթիռը թռիչք է իրականացրել Իրանի տարածքային ջրերի երկայնքով Պարսից եւ Օմանի ծոցերի ջրերի վրայով։ Flight Strider 24 առավոտյան տվյալներով ինքնաթիռը օրդ է բարձրացել Բահրեյնից։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ գիշերվանից սկսած Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածներ չեն արձանագրվել եւ Կիևը հայելային սկզբունքով զերծ է մնացել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումից։ Նրա խոսքով Աբու Դաբիում անցկացվող բանակցությունների ընթացքում քննարկվել է էներգետիկ ոլորտի վրա հարվածները դադարեցնելու հարցը։ Զելենսկին ընդգծել է, որ էներգիան կյանքի հիմքն է, հատկապես ձմեռային ցրտի պայմաններում։ Նա շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Կիևի եւ մյուս քաղաքների պաշտպանության ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ անձամբ է խնդրել Վլադիմիր Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել հարվածները Ուկրաինայի վրա։ Միևնույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շուտով խաղաղություն կլինի։ Մենք շատ մոտ ենք համաձայնության, նշել է նա, ընդգծելով, որ բանակցությունները կարող են հաջողությամբ շարունակվել նաեւ առանց Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների մասնակցության։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է գերիների փոխանակման գործընթացը։ Նրա խոսքով Մոսկվան բավարար հետաքրքրված չէ փոխանակումներով, համարելով, որ դրանք առավել կարևոր են Ուկրաինայի համար։ Զելենսկին նշել է, որ ռուսական կողմը գործընթացը չի դիտարկում որպես շահավետ իր համար։ Վերջին գերիների փոխանակումը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև տեղի է ունեցել 2025 թվականի աշնանը։
Ռուսաստանում կանադական վիզայի դիմումների կենտրոնները հունվարի 28-ից դադարեցրել են վիզայի դիմումների ընդունումը։ Նշվում է, որ վիզայի կենտրոնները շարունակում են աշխատել, սակայն այլևս չեն ընդունում անձնագրեր եւ վիզայի դիմումների համար նախատեսված փաստաթղթեր, սակայն որոշման պատճառների մասին չի հաղորդվում։ Միևնույն ժամանակ Կանադայի կառավարությունը խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին մուտքի թույլտվությունների համար դիմել Ռուսաստանի սահմաններից դուրս գործող վիզաների կենտրոն։ Հունաստանի իշխանությունը տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին նավատորմերին զգուշացրել է Իրանի ափերին մոտ նավարկելու ռիսկերի աճի մասին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Նշվում է, որ Հունաստանի նավագնացության նախարարությունը հանձնարարականներ է ուղարկել ոլորտի կազմակերպություններին, խորհուրդ տալով Հորմուզի նեղուցով երթևեկել Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Օմանի տարածքային ջրերին առավել մոտ։ Նախարարության գնահատմամբ Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել իրավիճակի սրման Հորմուզի նեղուցում, Պարսից ծոցում եւ Կարմիր ծովի հարավային հատվածում։ Ավելի վաղ Թեհրանը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսը փետրվարի 1-ին եւ 2-ին Հորմուզի նեղուցում մարտական կրակոցներով զորավարժություններ կանցկացնի։ Իրանը պատրաստ է վերսկսել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, սակայն ընդգծում է, երկխոսությունը պետք է լինի փոխադարձ հարգանքի վրա հիմնված։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը չի ընդունում որևէ պարտադրող կամ թելադրող քաղաքականություն եւ պատրաստ է մասնակցել բովանդակային, բանական եւ արդարացի դիվանագիտական գործընթացների։ Նա նաեւ նշել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են վստահության վերականգնման եւ երկխոսության հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակել Ջեֆրի Էփշտեյնի գործի վերջին փաստաթղթերի փաթեթը, որն ընդգրկում է միլիոնավոր էջեր, հազարավոր տեսանյութեր եւ նախկինում չհրապարակված վկայություններ։ Փաստաթղթերը ոչ միայն պարզաբանում են Էփշտեյնի կողմից անչափահասների շահագործման մանրամասները, այլև բացահայտում են նրա շրջապատի ազդեցիկ դեմքերի ու հանրահայտ անձանց գաղտնի կապերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակել է Ջեֆրի Էփշտեյնի գործի փաստաթղթերի վերջին փաթեթը, որն ընդգրկում է ավելի քան 3.5 միլիոն էջ եւ ավելի քան 2000 տեսանյութ, նախկինում չհրապարակված բազմաթիվ հաղորդագրություններ եւ վկայություններ։ Փոխգլխավոր դատախազ Թոդ Բլանշը մամուլի ասուլիսում նշել է, որ փաստաթղթերի ամբողջ արխիվը կազմում է մոտ 6 միլիոն էջ, սակայն դրանցից միայն մի մասն է վերաբերում Էփշտեյնին։ Ըստ նրա, գործի վերանայման աշխատանքներն ավարտվել են եւ հրապարակվել են փաստաթղթի բոլոր հնարավոր հատվածները։ Փաստաթղթերում առկա է նաեւ հետաքննությունների դաշնային բյուրոյի 1994 թվականի ձևաթուղթը, որտեղ ներառված է նաեւ մի կնոջ բողոք, որն Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրում է 13 տարեկան հասակում իրեն բռնաբարելու համար։ CNN-ը հայտնում է, որ այդ անձը նախկինում ներկայացրել էր անանուն դատական հայցեր Թրամփի դեմ, սակայն դրանք հետ էր վերցրել 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի փաստաթղթերում նաեւ նշված է, որ Էփշտեյնը իբր բարկացել է, որ Թրամփը խլել է անանուն կնոջ կուսությունը եւ փորձել միջամտել իր շահերին, նույնիսկ բռնաբարել նրան։ Նոր հրապարակված փաստաթղթերում նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը կազմակերպել է երեկույթներ Mar-a-Lago առանձնատանը, անվանելով դրանք կենսադրական օրացույցային աղջիկներ, որոնց համար Էփշտեյնը բերել է անչափահասների, ապա Թրամփը աճուրդի միջոցով երեխաներին վաճառել է հյուրերին։ Սեռական եւ ֆիզիկական բռնության զոհերին էլ հետագայում թաղել են հենց Թրամփի գոլֆ դաշտերում, իսկ ականատեսներին սպառնացել են լուրջ պատժամիջոցներ։ Ըստ փաստաթղթերի այդ ամենին մասնակցել են նաեւ Իլոն Մասկը, Դոնալդ Թրամփ կրտսերը, Իվանկա եւ Էրիկ Թրամփները, փաստաբաններ Ալան Դերշովիցը եւ Բոբ Շապիրոն, նաեւ այլ ազդեցիկ անձինք։ Մի փաստաթղթում էլ նշվում է, որ տուժածը պնդել է, թե Թրամփը ներկա է եղել, երբ նրա զարմիկը սպանել է նորածին երեխային։ Ըստ Տելեգրաֆի Բիլ Գեյթսը կարող էր վարակվել սեռավարակով Էփշտեյնի երեկույթներից մեկի ընթացքում։ Ֆայլը, որը պարունակում էր տուժածների վկայություններ, մոտ 1.5 ժամ հրապարակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կայքում, այնուհետև հեռացվել։ Փաստաթղթերը, որոնք արդեն հասանելի են հանրությանն, առաջացնում են նաև լուրջ հարցեր նախագահին եւ Էփշտեյնի շուրջ գոյություն ունեցող ազդեցիկ շրջանակներին առեղծվածների մասին։ Նոր փաստաթղթերում հայտնաբերվել են նախկինում չհրապարակված հաղորդագրություններ, որոնցում կան նաև հասարակությանը հայտնի անուններ։ Օրինակ 2013 թվականի էլեկտրոնային նամակներում հայտնաբերվել են տեղորոշող բովանդակության փաստաթղթեր, որոնց համաձայն Իլոն Մասկը եւ Էփշտեյնը հանդիպել են Կարիբյան կղզիներից մեկում։ Չնայած այս բացահայտումներից առաջ Իլոն Մասկը հայտարարել էր, որ մերժել է Էփշտեյնի հրավերները, սակայն նոր բացահայտված հաղորդագրությունները փաստում են հակառակը, հաստատելով ճանապարհորդական պլանների քննարկումը։ Հրապարակումներում հիշատակվում է նաև, որ հայտնաբերվել է փաստաթուղթ,
ըստ որի Բիլ Գեյթսը եւս կապեր է ունեցել Էփշտեյնի հետ ֆինանսական եւ գործնական հարաբերությունների ոլորտում։ Ըստ հրապարակման նրա դեմ որևէ մեղադրանք չկա, սակայն մատնանշվում է Գեյթսի առնչությունը Էփշտեյնի շրջապատի հետ եւ խոսվում ուղևորությունների կամ հանդիպումների մասին։ Նման հաղորդակցություններ կան նաեւ Քեթի Ռումլերի Goldman Sachs ընկերության գլխավոր իրավաբան եւ նախկին նախագահ Բարակ Օբամայի աշխատակազմի իրավաբանական խորհրդատուի հետ։ 2015 թվականի դեկտեմբերին էլեկտրոնային նամակներում Ռումլերը Էփշտեյնին անվանում է հրաշալի Ջեֆրի եւ նշում, որ պաշտում է նրան, մինչեւ ֆինանսիստը կազմակերպում է նրա ուղևորությունը Եվրոպա։ Էփշտեյնի գործի վերաբերյալ նախկինում հրապարակված նյութերն արդեն բացահայտել են կապեր մի քանի հայտնի անձանց հետ, այդ թվում Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուի, որը զրկվել է իր թագավորական տիտղոսից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության տվյալներով գործի նյութերում նույնականացվել է ավելի քան 1200 զոհ։ Էփշտեյնն ինքնասպան է եղել 2019 թվականին Մանհեթենի բանտում, որտեղ սպասում էր դատավարությանը։ The Guardian թերթը հաղորդում է, թե փաստաթղթերից պարզ է դարձել, որ 2002-2005 թվականներին Էփշտեյնի անչափահասների շահագործումը ոչ միայն եզակի դեպքեր էին, այլև համակարգված գործընթաց։ Վկայություններում մանրամասներ կան այն մասին, թե ինչպես է նա եւ իր հետ գործակցող մարդիկ, այդ թվում Գիսլեյ Մաքսվելը հավաքագրում աղջիկներին, վճարվող մերսուհիներ աշխատելու պատրվակով։ Իրականում դա ծառայել է շահագործման ցանցի ձևավորման համար։ Փաստաթղթերում նշվում է, որ վարձված աղջիկների թվում եղել են 14 տարեկան եւ բարձր տարիքի անձինք։ Զոհերից ոմանք հենց իրենք էին համակարգում նոր աղջիկների ներգրավումը։ Փաստաթղթերը նաեւ վկայում են, որ Մաքսվելը համալսարանական տարածքներում մոտեցել է ուսանողուհիներին, աշխատանք խոստանալով նրանց ներգրավել Էփշտեյնի շահագործման ցանցում։ Փաստաթղթերի հրապարակումը հնարավոր է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի ընդունած թափանցիկության մասին օրենքի շնորհիվ, որը նախատեսում է 100 հազարավոր էջերի փուլային հրապարակում։ Վերջին հրապարակումները, սակայն, առաջացրել են հանրային բանավեճ, որը պայմանավորված էր հիմնականում զոհերի մասին տվյալների գաղտնիության, քաղաքական ազդեցության եւ նախկինում չհրապարակված տեղեկությունների հետ։ Արդարադատության նախարարության պնդմամբ փաստաթղթերի վերանայումը տևել է ամիսներ հարյուրավոր իրավաբանների մասնակցությամբ եւ որևէ արտաքին ազդեցություն չի եղել, ներառյալ Սպիտակ տան կողմից։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը, գլխավոր դատախազությունը 2023 թվականին տեղեկացրել էր, որ 2012-16 թվականներին մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանն օժանդակել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ուղղամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարտահողությամբ հափշտակելուն։ Պողոսյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, նա մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակելու համար եւ դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատական ակտը այսօր մտել է օրինական ուժի մեջ, հակակոռուպցիոն քրեական դատարանի վճռով էլ վերոնշյալ մեղադրյալ Հասմիկ Պողոսյանն ազատվել է պատժից, կիրառվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած համաներումը։ Արմավիրի մարզի դատարանը վեհափարի եղբոր Գևորգ Ներսիսյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգել է, այս մասին հայտնել է փաստաբան Արա Զորաբյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանը եւ նրա որդին Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 2-ին ձերբակալվել են։ Նրանց մեղադրում են խուլիգանության եւ քարոզչությունը խոչընդոտելու համար։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոն։ Գորիսում Թոսկապ կոչվող հատվածում գերեզմանների մոտ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է։ Վարուժան Յոլյանն ու 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ ու տեղափոխվել բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն սպանվածներից մեկը Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանի վարորդն է, մյուսը նրա ազգականը։ Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման հայցերով գումար է պահանջում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանից եւ նրա ընտանիքի անդամներից։ Հիշեցնենք, որ ըստ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման 155 հայցապահանջ է ներկայում քննվում դատարան 155 հայցապահանջների ընդհանուր հայցագինը 595 միլիարդ 817 միլիոն դրամ է, 1 միլիարդ 572 միլիոն դոլար։ Այս հայցերով դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել 324 շարժական, 1463 անշարժ գույքեր, 440 իրավաբանական անձանցում մասնակցություն։ Հայցերով դրամական պահանջը կազմում է 518 միլիարդ 428 միլիոն դրամ։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից տեղեկացնում են, որ միայն 2025 թվականին դատախազական ներգործությամբ պետությանն ու համայնքներին է վերադարձվել ավելի քան 66 միլիարդ դրամի 60-ից ավելի գույք եւ դրամական միջոց։ Վերադարձված գույքերից որոշները վարձակալության կամ անհատույց օգտագործման են տրվել եւ պետբյուջեին եկամուտներ են ապահովում։ Միայն Ակոսի շենքի ամսական վարձակալության գումարը 16 միլիոն 200 հազար դրամ է։ Դատարանը մեկ ամսով երկարացրել է Տեր Գարեգին Քահանա Արսենյանի տնային կալանքը, դատախազը պահանջել էր երկարացնել 3 ամսով։ Դատարանը սակայն թույլատրել է Քահանային մասնակցել պատարակների, բացառելով շփումն այլ անձանց հետ։ Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի $786,000 համարժեք դրամ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 23-ի վճռով բավարարվել է։ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի եւ ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող 1,4514 հեկտար մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր կճանաչվի։ Քննչական կոմիտեում մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի նկատմամբ վարույթ կա նախաձեռնված։ Նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ նա ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար։ Կարապետյանի հնարավոր առողջական խնդիրների հետ կապված մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քրեական վարույթով նշանակվել է հանձնաժողովի դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակում վերջինս ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարժական հրապարակում անցկացվել են համատեղ ցուցադրական վարժանքներ, որոնց ընթացքում հայ եւ ռուս փրկարարները գործնականում խաղարկել են արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներ։ Նպատակներ կանխարգելել արտակարգ իրավիճակները եւ նվազեցնել դրանց հետևանքները։ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենը եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալը բարձր են գնահատել փրկարար ջոկատների պատրաստվածությունը եւ մասնագիտական կարողությունները, ընդգծել գործակցությունը շարունակելու եւ ընդլայնելու պատրաստակամությունը։ Հրդեհ, ծուխ, տարհանում։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ստեղծված վարժական հրապարակում հայ եւ ռուս փրկարարները համատեղ ուժերով նախապես մշակված սցենարով հերթով խաղարկում են տարբեր արտակարգ իրավիճակային սցենարներ։ Հրդեհաշիջման աշխատանքներ շինություններում, ծխահարված քաղաքացիների տարհանում շենքերից, լիցքավորման կայաններից տուժած մարդկանց դուրսբերում եւ այլն։ Փրկարարները փորձարկում են նոր արդիական գործիքներ, գիտելիքներն օգտագործում գործնականում։ Հայ եւ ռուս փրկարարների ցուցադրական վարժանքներին հրշեջ փրկարարական սարքավորումների եւ տեխնիկական հագեցվածությանը արտակարգ իրավիճակում արագ արձագանքման կարողություններին տեղում հետևում են ներքին գործերի նախարարի տեղակալ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն։ Նրանք շրջում են կենտրոնի տարածքում ինժեներասակրավորային եւ վթարափրկարարական պատրաստության սարաններում ծանոթանում կրթական հնարավորություններին։ Ցանկացած հնարավորություններ անընդհատ կատարելագործման կարիք ունեն եւ ներկա հնարավորությունները թույլ են տալիս բազմաթիվ մարտահրավերներ իրականացնել եւ արդյունավետ կերպով, սակայն ինչպես նշեցի, ցանկացած հագեցվածություն անընդհատ անհրաժեշտություն կա բարելավելու։ Եվ գործընկերոջ հետ մենք երեք քննարկել ենք տարբեր հարցեր եւ տեխնիկական հագեցվածության եւ կրթական մեր ծառայողների համատեղ կրթական որակը ավելի բարձրացնելու նպատակով։ Հրդեհ, պայթյուն, քարաթափում, արգելափակված եւ տուժած քաղաքացիներ։ Փրկարար ջոկատներն օպերատիվ արձագանքում են յուրաքանչյուր սցենարի, օգնություն ցուցաբերում տուժածներին, մարում հրդեհը, հատուկ տեխնիկայի միջոցով հեռացնում արգելապատնեշները։ Առաջադրանքները կատարվում են ամբողջությամբ, խնդիրները լուծվում հաջողությամբ։ Ցուցադրական վարժանքները նպատակ ունեն բարձրացնելու փրկարարական ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը, նաեւ ամրապնդելու հայ-ռուսական գործակցություն արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ դրանց հետևանքների նվազեցման ոլորտում։
Կարծում եմ այս պոլիգոնը իսկապես յուրահատուկ է եւ տալիս է գործնական գիտելիքներ հրդեհաշիջման աշխատանքներում։ Այստեղ մենք ծանոթացել ենք հումանիտար օգնության պահեստարաններին, որոնք կարող են կիրառվել արտակարգ իրավիճակներում մարդկանց օգնություն ցույց տալու համար։ Որքան էլ պարզունակ հնչի, ամենակարևոր արտակարգ իրավիճակների հետ կապված հնարավոր ռիսկերը կանխելն է, քան հետագայում դրանց արձագանքելը։ Ուստի պատրաստվում ենք մշակել ռիսկային իրավիճակների մոդելավորում, ըստ այդմ իրականացնելու ենք մոնիթորինգ, աշխատելու ենք ԱԹՍ սարքերի հետ եւ այլն։ Փրկարարների համատեղ զորավարժությունում ցուցադրվեցին նաև արտակարգ իրավիճակներում օգտագործվող վերջերս ձեռք բերված նոր փոխադրամիջոցներն ու տեխնիկան, որոնք հնարավորություն կտան էականորեն օպերատիվ ու արդյունավետ դարձնելու փրկարարների աշխատանքները։ Այս ամենի հետ մեկտեղ փրկարարների պահեստում դեռ բացակայում են բարձրահարկ շինությունների համար նախատեսված շարժական սանդուղքներ եւ բազում այլ կարևոր սարքավորումներ, բայց այնուամենայնիվ փրկարար ծառայությունից հայտնում են, որ շուտով այն կհամալրվի անհրաժեշտ տարբեր շարժակազմերով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։